Այս հարգոքնապանս գտնվի 4-րդ թագավորաց 2-րդ գլխի 9-րդ համարին մեջ։ 4-րդ թագավորաց 2:9։ Ու երբ անոնք անցան, Եղիասավ Եղիսեի խնդրե, ինչն եմ քեզի, քանի որ քեզ մե վերցված չեմ, ու Եղիսեյ ասավ, քու խոքիդ գլխնաբադիգը ունենամ։ Եղիա եւ Եղիսե 5 դագարանի 2 մարգարեներ կարևոր թեր գդարած են Իսրայելի քաղաքական եւ կրոնական կյանքին մեջ։ Ասոնք Աստուծո հավատարիմ վկաները եղան շրջանի մեջ, երբ Աստծո ընտրյալ ժողովուրդը զինք ցկելով օդար աստվածներու յետևեն կացին եւ անոնց արչեւ ինգան զանոնք բաշտեցին ու երկրբակեցին։ Եղիա իր սպասավորությունը սկսավ, երբ Աքաբ եւ իր վադահամբավ գինը Հեզապել Իսրայելի վրա իշխեին։ Իսկ Եղիսե իր մարգարեական պաշտոնին անցավ Աքաբի որդին Խովրամի թագավորության շրջանին ու զայն շարունակեց Աքաբի աղջկան Քոթորյայի իշխանության տակ։ Ասոնք Աքաբ, Խովրամ, Քոթորյա Իսրայելի ամենեն դխրահարցակ թագավորները եւ թագուհիներն էին։ Եվ ովևէ մարգարե պիտի չնախանցեր Եղիայի եւ Եղիսեի այս տեսակ մարդոց հետ ընելիք ունենալուն համար։ Եղիսեի բարակային կտեսնենք եւ կգարտանք ասիգա 3-րդ թագավորաց 19-րդ գլխի 19-րդ համարին մեջ Եղիա մարգարեն իր քովեն անցավ եւ իր վերարգուն վրա նետեց։ Մինչ Եղիսե 12 զույգ եզներով իր արտը գհերգեր, 24 եզներ գկործածեր իր արտը հերգելու համար։ Եղիսե հարուստ էր, հարուստ հողակործը, գրաչան, աշխատեցեր, չեր գիտեր, մինչ աշխատավորներ, փանվորներ գհերգեին, ինք անցամ գհերգեր։ Աշխատասեր մարդը չես կրնար բարապ գեցնել։ Եթե պետք գլա իր զարան բիդը նստեցնե եւ ինք բիդը աշխատի, որովհետեւ աշխատանքեն գախորժի։ Այդ տեսակ մեկն էր Եղիսե։ Եվ Եղիսե ընդունեց այդ հրավերը, մարգարե ըլլալու, Եղիայի օգնականը ըլլալու այդ հրավերը, առանց մարմնի եւ արյունի հարցնելու, առանց վերաբավության, եզներեն մեկը մորթեց, ողջագեզ մատուցանեց եւ ելավ Եղիային յետևեն կնաց։ Անցյալները քերտ մգարտայի մեկը տելեֆոն ռացե առնչագիտ գրասենյակմա եւ գահարցնե թե 23 դարիները իվեր սարնարային մեջ բախված հնկահամը օդելը օգտակար է կամ գրնա վնասակարը լալ։ Էսկիմացի Բաշտոնյան ասած է, եթե երբեք չէ հալած, միշտ ցարած մնացած է, գրնա ուտվիլ։ Միայն թե դարիներ ընթացքին իր համը հոդը գործունցած է եւ չենք հանցնարել, որ ուտեք։ Չէ ասած է, մենք պիտի չուտենք Thanksgiving-ի արիտով եկեղեցին նվերվի դանք։ Չանցնողը Աստուծո,
Այն ինչ որ ավելորդ է, այն ինչ որ մեզի չի գրնար օգտագարելալ և ծարայել Աստծո դանք։ Անգլիո մեջ շատ դարներ առաջ այսպես կնեին հայրեր, երբ գորոշեին իրենց զավակներուն ինչ ասպարեզ ընդրելիքը։ Անգլիացիմը օրինակ 4 զավակներ ունի, մեծած են, այլ ևս դբրոց պիտի գարտան ասպարեզ պիտի ընդրեն, գսեր այն ինչը գրնար լավ պեիշ մրլալ, պեիշ կնենք, իսկ երկրորդը լավ փաստապան գրնար լալ, որովհետև սուդը լավ գրնա խոսիլ, երրորդը ըսած է շատ վաճառականի միտք ունի, անալ վաճառականն ենք, չորրորդը քիչ մանջարակ է, քիչ մփերուշան է, անալ քահանան ենք։ Որտև անգլիկան եկեղեցին միշտ պետք գունենալ քահանաներու եւ ով որ երթար ոչ չերսեր։ Այսպես տանք Աստուծո կորդիչի ծարայողը ավերցուկը կավլիցի։ Մինչ մեկ գոմեն այս տեսակ բադմություններ գլսենք, գգարթանք և հոգինիս գդխրի, մյուս գոմեն նաև ասոր հագարագին ալ գհանտիբինք։ Եվ ես փորձառություն ունեցա շատ դարներ առաջ, երբ Լոնդոն գտնվեի, Westminster Hall կացի շաբաթ օրը 4000 հոգիներ գային հոն և հրաժեշտի, ողջերտի մեծ ժողովը գլար մեկնող միսիոնարական արդեր կացող երդասարդ միսիոնարներու և միսիոնարուհիներու։ Եվ կովս անգլիացի մգար, որ դեղյակ էր բոլոր այդ անցերուն, և անոնց մեջ գար երդասարդը քեղեցիկ, բայգաչատեմ, բոյով, բոսով, որ զավակն էր Բրիստոլի համալսարանի վիրապուժության պրոֆեսոր եղող դոկտոր Ռենդալ Շորթի։ Դոկտոր Ռենդալ Շորթ նշանավոր հոգևոր բժիշկ եղած Անգլիո մեջ, դասախոս և հեղինակ Wonderfully Made գիրքը ես դարներ առաջ կարդացի և հիացա իր բժշկական գիտությամբ։ Այդ երդասարտը դոկտոր Շորթի զավակն էր։ Եվ իրեն համար գսեին, թե ճիշտ իր հորպես դաղանթավոր, գարող և ինքը գնվիրեր իբրև միսիոնար ապրիքե երթալու։ Այսպես պետք է լան մեր նվերները։ Եվ մեր երդասարտներուն խոսք գուղեմ։ Մենք ինչ տեսակ երդասարտներ պետք է դանք հոգևոր կորձին, մեր լավակույն երդասարտները, մեր ամենեն գարող երդասարտները, մեր ամենեն դաղանթավոր երդասարտները, հանջար, genius եղող երդասարտները, Աստված այս տեսակ նվերներուն արժանի է։ Մեր լավակույնին Աստված արժանի է։ Եվ եղիս է ասոր մեջ մեզի օրինակ է։ Ցկեց իր արդը, իր եզները, իր աբական, իր բոլոր արևդրական նյութական գարելիությունները և նետվեցավ հոգևոր ծառայության։ Ինչպես ամեն կյանք պետք է վերջավորությունը ունենա, Աստծո հաճելի թվեցավ, որ Եղիայի երկրային կյանքին վերջ դա, ուզինք փոխադրե երկինք։ Բարեփոխտաբար Աստված հաջորդողը նշանագեց Եղիային, որով միտքը հանգիստ էր այդ տեսակետով, ասիկա բարեփոխտությունը, որ մեզ զուրկ կմնան շատ հոգևոր առաջնորդներ։ Եվ այս երկու մարգարեները իրենց վերջին ճամփորդությունը գնեին քալելով։
քաղաքագայը մինչև փեթել։ Եվ երկուքն ալ գիտեին, որ այն օրը հիշատակելի օրը բիդալար երկուքին համարալ։ Եղիա մարգարեն հանդարտ Բիդի երկինք երթար, իր աստուծույն միանար, բայց Յովիսե մտահոգ էր, դժվար պատասխանատվությունը կորցմը իր ուսերուն վրա գծանրանար։ Այդ միջոցին Եղիա հարցուց Եղիսեի, ինչ կրնամ հնել քեզ համար, քեզ մեր բաժնվել առաջ, եւ Եղիսե պատասխանեց, գուզեմ, որ կողքիդ գտնվադի գդրվի ինքի։ Այդ միջոցին հրերեն գարկմը եւ հրերեն ծիեր երևցան ուսանոնք իրար մեզադեցին եւ Եղիա մարգարեն մրիգով երկինք ելավ։ Եղիսե դեսավ գարկը ծիերը ու Եղիայի երկինք համբարնալը։ Եղիային ժարանք մնացած բադմրջանը արավ եկավ Հորդանանի եզերքը գեցավ, հիմա հայտի բիդրլար, թե Եղիայի գերտնավադի խորքին հանգչած էր Եղիսեի վրա։ Վերարգուն չուրերուն զարգավ և չուրերը իրար մեջ բաժնվեցան, ու Եղիսե կետին մյուս կողմ անցավ։ Հիմացեն թիդող 50 մարգարեցուներ դեսան այս հրաշքը եկան և անոր խոնարհություն հրին, զայն ջանցան իբրև իրենց նոր անշնորհը։ Մի քանի գետեր գուզեմ ձեզի ներկայացնել այս պատմութենեն առաջին մարդկային կյանքը երկրի վրա բաղչան մը պիտի ունենա։ Կարգը ճշմարտներ այնքան բացահայտ են, որ փաստերու չեն կարողիր։ Կյանքի կարճ օրը վերջ պիտի գտնե։ Ոմանց համար կյանքը գրնա սովորականեն կարճ կամ սովորականեն երկար դեպել, բայց կարճ կամ երկար օրը այս կյանքը վերջ պիտի գտնե։ Երկու կարևոր հարցումներ կան, երբ կյանքդ վերջ գտնե, աչքերդ ուր պիտի փանաս։ Տրախտի մեջ, թե դժոխքի մեջ։ Եվ այս երկու վայրերն ալ, ըլլա տրախտ, ըլլա դժոխք, սուրբ քրկի կողմե եւ մեր դիրոջ կողմե գհաստատվին, գփաստվին, վայրեր եւ վիճակներ են, մեր չհավատալը, որ եւ գերբով ասոնց քոյության չի գրնար վնաս հացներ։ Դժոխքի չի հավատալով, սիրելի եղբայրներ քույրեր, դժոխքը չմարիր։ Ինչ որ է գմնա, դուք հավատաք կամ չհավատաք։ Երկրորդ հարցումը, ինչպեսի կյանք մնե երկրի վրա ապրած կյանքդ։ Ինչ է անոր որակը, անոր օգտակարը քո շուրջիններուց։ Աստուծո հաճելի է, Աստված կփարավորե, պիտի գրնաս առանց խղճահարության, քու արարիչիդ առջև երթալ գայնիլ։ Եթե հավատացյալ ես, պիտի գրնաս Քրիստոսի ադյանին առջև, ներկայանալ մաքուր սրտով, ու լեցուն ցերքերով, քուրծերով։ Այս կյանքը հավիտենականության համար պատրաստության առիթմն է, հոգևոր պատրաստության առիթմը, անապաշխարներուն իրեն ծառայել, ժամանակին եւ ժամանակետուր, եւ պատրաստ լալ հափշտակության օրվան համար։ Աստված շարունակի խոսի մեզի, անապաշխարին եւ ապաշխարածին, ավետարաններով գխոսի, եկեղեցիներով գխոսի, հավատացյալներով գխոսի, քարոզներով գխոսի, հիվանդություններով, արգածներով, վնասներով, մահերով, եւ ասանք բոլորը մեկ նպատակ գեդաբնթեն մեղավորը ապաշխարության առաջնորդելու հավատացյալը ավելի բդղափեր դարձնելու։
Վերջին Թադաստանին օրը որևէ բաժարապանություն պիտի չգրնանք ներկայացնել Աստծո։ Հստակ ģերբով ու գրգին անգամներ մեր անաբաշխար ունյունտիրները լսեցին այս թեմեն ապաշխարության պետքը։ Աստված իր բարդականությունը գադարե, մենք իբրև եկեղեցի զայն կգադարենք, եւ եթե անաբաշխարներ շարունակեն իրենց անզեղծ կեցվածքը, օրը անոր համար պիտի զղջան, բայց կորձեն անցած բիդոլլա։ Անցնող ամեն մեկ օր մեզ քիչ միևս կմոտեցնե հավիտենականության եւ հաշվետվության օրվան։ Հիշեցեք, որ հաշվետվության օրը գա եւ ամեն առարած Աստծո առջև պիտի ներկայանա եւ հաշվի դա երկրի վրա իր ապրած յանքին համար, այդպես կսե Աստծո խոսքը։ Իմաստությամբ շարժինք, մեզի շնորհված արիտները կորզածենք, այս բոլոր հիշվածները հաշվի առնենք եւ ժամ առաջ խոնարհենք Աստծո առջև, մեր մեղքերը խոստովանենք, իրեն հետ ուխտի մտնենք, որ մեր յանքին մնացյալ դարիները իրեն համար պիտի ապրենք ու իրեն պիտի ծառայենք։ Երկրորդ, մարդուն գլխավոր օգտակարությունը իր ապրած շրջանին է։ Մերնել են վերջը այլևս օգտակարության առիթ չի տա։ Եղիա Եղիսեին ասավ, խնդրե ինչ ունեմ քեզի, քանի որ քեզ մե վերցված չեմ, քանի ողջ եմ, ինչ ģերբով գրնամ օգտակարել իմ շրջիններով։ Փրկվեցանք ծառայելու համար։ Հոգևոր յանքեր կան, որոնք միայն ապաշխարոյին օգտակար եղած են։ Աստված իրենք փրկած է, ուրախացած երկինքի համար պատրաստած է։ Ոև մեկուն օգտակար չեն եղած։ Անձնագետրոն յանքեր։ Գուտեն գխմեն այս աշխարհը եւ հոգևոր օրհնությունները գվայելեն, բայց իրենց շրջիններուն որևէ ģերբով օգտակար չեն ըլլար, անձնասեր յանքեր։ Աստծո խոսքը գսե, միայն անձներնուտ շահը մինայիք, հավա ամեն մեկը իր ընկերիննալ փիլբեցից 2-4։ Աստված մեզ անձնասիրութեն է ազատելու համար փրկեց, եւ եթե բիլի չցերփազատվենք այդ անձնասիրութենեն, ուրեմն փրկության ծրագիրը բարդության մատնված է մեր բարակային։ Հոգևոր ծառայությունն ալգա, որ Աստծո հաճելի չէ, որովհետև շարժարիտը սխալ է։ Այս տեսակ ծառայությունն ուներ զոհներու գողոժարին, որովհետև իրենց ըրած ծառայությունին հոգեգան, չմսեր հոգևոր, այս երկուքը իրար մեջ բոլորովին տարբեր բաներ են, հոգեգան եւ հոգևոր, քոացում եւ ուրախություն կբաժարեն, իրենց մտքին, իրենց մարմնին, իրենց զգացումներուն ուրախություն կբաժարեն, բայց ոչ իրենց հոգին։ Այս տեսակ ծառայություն Աստծո հաճելի չէ, որովհետև այս տեսակ ծառայության մեջ Աստծո փառք չկա։ Ոչ մեննի իր քիրքերեն մեկուն մեջ չնացի հավատացյալներու մասին գկրե ու գսե թե անոնց մե ոմանք իրենց հավատքին համար փանդարգվեցան։ Ու երբ փանդեն ելան, փափակեցան, որ արիթոմը թարցյալ փանդարգվին։ Պարզապես անոր համար, որ Քրիստոսի համար փանդարգվել, հոգեգան ուրախություն պատճառեց իրենց։ Եվ գսե օբսեստ եղան այս վիճակով, այս է, ուրախ ըլլալ, փանիմ համար, որ նույնիսկ հավատացյալը գփանդարգե, բայց որուն մեջ Աստծո որևէ փառք չկա, ուրախությունը
փանդարգավաղին գերտա։ Առաջին Կորինթացիս 3-րդ գլխում մեջ առաքյալը Քրիստոսի արյանին մասին գկրե։ Քրիստոսի արյանը հավատացյալներու հափշտակութեն անմիջապես վերջը բիդալա օթին մեջ եւ Քրիստոսի արյանին արչեւ հավատացյալներուն ցանկերը ու կորձերը պիտի քննվին։ 10-րդ համարին վերջավորության առաքյալը գոչ գողե հավատացյալներուն, որ ըսկշանան իրենց կորզածած շինանյութերուն building materials նկատմամբ։ 12-15 համարներ այսպես գսեն. Եթե մեկը այս հիման վրա շինելու կորզածե ոսկի, արծաթ, բադվական քարեր, փայտ խոտ եղեք, ամեն մեկուն կորձը հայտնի բիդալլա, քանզի օրը Երևան պիտի հանե, վասնզի գրագով պիտի հայտնվի եւ ամեն մեկուն կորձին ինչ տեսակ ըլլալը գրագը պիտի փորձե։ Եթե մեկուն շինած կորձը մնալու լա ինք վարձ պիտի առնե, եւ եթե մեկուն շինած այրելու լա անիգա վնաս պիտի քաշե, բայց ինք պիտի ազատի որպես թե գրագի մեջ են։ Գրագը Քրիստոսի քննության գագնարգե։ Ուրեմն հոս երկու տեսակ կորձեր գշվին։ Առաջին անոնք են, որ գրագին գրնան թիմանալ։ Այսինքն ոսկի արծաթ բադվական քարեր։ Ասիկած զարա հոգևոր զարայության նկատմամբ է, հոգևոր զարայության առնչությամբ է այս հիշված նյութը։ Ասոնք շիդակ շարժարիթով աստծո փառքի համար մատուցված զարայություն են։ Ասոնց համար հավատացյալը պիտի վարձատրվի։ Երկրորդը փայտ խոտ եղեք գսե, ասոնք գրագին պիտի չթիմանան, գրագին մեջ են անցնինոդեն պիտի այրին, ասոնք սխալ շարժարիթով մատուցված զարայություն են։ Հոգեգան ուրախություն քաղելու, դեսնվելու եւ քննադվելու համար եղած զարայություն է, որոնց մեջ աստծո փառք չկա։ Ինչպես կրնանք զանազանել հոգևոր զարայությունը, որ աստուծո գմադուցվի եւ անցին կամ թադին կամ եկեղեցին գմադուցվի։ Երբ աստծո գմադուցվի, երբեք չան գալեր քնահատվիլ, ընթագարակը գոժարի վրային խոսքան լսել, երբեք չքանքադիր, որ զինք չեն քնահատեր, որ զինք չեն վարձատրեր, որ փելիլ իր անունը չեն հիշեր։ Ասիգա աստծո ընդունելի զարայությունն է։ Բայց երբ գանգալե զարայով քնահատվիլ, վարձատրվիլ, հիշվիլ, եւ երբ այդ վարձատրություն, այդ քնահատությունը չդրվիր, գքանքադի, այդ տեսակ զարայությունը աստծո ոչ ընդունելի զարայություն է։ Զարայությունն է, որ զարայե միայն անձը ուրախացնելու եւ կոացնելու համար։ Երրորդ կետս, երբ Երիա մարգարեն Երեսեին հարցուց, թե ինչ կրնար նել իրեն համար, իր մե փաժնվելն առաջ։ Երեսե պատասխանեց, գպապակիմ կողոքիդ գրտնավադի ունենալ, քնահատելի պապակ մներ Երեսեի պապակը։ Հոստ մեկը գա, որ պատասխանատվություն մգստանցնե, գիտե, որ հողե շինված է, իր իմաստության չվստահիր, իր կարողության չվստահիր, իր փորձառության չվստահիր, գուզե աստծո վրա գրտնիլ, գուզե Երիայի ունեցած հոգին գրտնավադիգը ունենալ, այդ հոգվույն զորության դված իր իմաստության եւ առաջնորդության դակ գուզե կորձել, գուզե իր մարգարեությունը բնել։ Փոխանակ կորձեն խուսափելու, բետ եղած ուժերը ցերկ անցնելու գաշխադի։ Գիշեմ, երբ Ջոն Քենեդի նախագահական երթումը գներ, անգևերջը ջարմը խոսեցավ, եւ այդ ջարին մեջ Օլիվեր Վենդել Հոլմզեն մեջ փերում գրավ եւ ասավ. Seek not tasks equal
to your powers, but powers equal to your tasks. Քու գարոություններոդ համեմատ կորձի փնդրեր, այլ կորձի համար ուժեր գարոություններ փնդրեր։ Ընդհանուր կյանքի մեջ եւ իմաստնավորի հոգեվոր կյանքի եւ ծառայության մեջ այս բանացեվը անհրաժեշտ։ Եղիսեի մեջ ունենք մեկը, որ նվազագույնով քող չէ։ Եվ մենք կսենք լավը լավագույնին թշնամին է, առավելագույնին գցկտի։ Եվ երբ երկինք բացվեցավ, որ հրեղեն գարկեր ու ծիեր դեսավ, Եղիսեն հասկացավ, թե ամենագարող Աստծո հետ հնելիք ուներ, որ իր օրհնությունները առանց չափի գոդար։ Իր հավատքին հորիզոնները ընդլայնեցան եւ չվերանեցավ փերանը լայն բանալու։ Երևաց է William Carey Եղիսեին օրնակ արավ, երբ ասավ expect great things from God and attempt great things for God. Աստծո համար մեծ կորձերու ծերնարգե եւ Աստուծո մեծ բաներ ագնգալ է։ Եկեղեցական եւ միսիոնարական առաջնորդներ այս հավատքով ջամփայելան եւ Աստված զիրեն հուսախապ չրավ։ Աստված աշխարհի հիմարները ընդրեց, դգարները ընդրեց, ցածասկիները ու անարգները եւ ոչինչները ընդրեց, որբեսի անոնք երթան աստվածային զորությամբ աշխարհը տագնովրանեն։ Աստված կարող մարդիկ չփնտրել իր կորձին համար, այլ անգարող մարդիկ, որոնք Աստուծո ամենագարողության գվստահին։ Եվ այդպես ջամփագել են։ Եթե այդ պայմանով հոժար ես ջամփայելելու, Աստված պատրաստ է քո ծառայությունը ընդունելու։ Ճակատագրական օրերու մեջ գաբրենք, մեր կյանքին թելը գերնա որևէ վարգյան գդրվել, անագնգալ երբով, սիրելի անավաշխար բարեկամներ, հավիտենական ուր բիդանցնեք, եթե հանգարց այդ թելը գդրվի ֆորմը։ Դուք հավատացյալներդ ձեր ներկա վիճակով պատրաստ եք Քրիստոսի ադյանն առջև ներկայանալու։ Եթե սխալ վիճակներ ունիք, եթե այսօր անոր հետ քժդված սրտողած եք, եթե ձեր մեջ նախանց կա, հագարակության հոգի կա, եթե ձեր մեջ թարնություն կա, չներելու հոգին կա, չսիրելու և չգարելու, չգրելու հոգին։ Մտահոգիչ վիճակ մնե, որոն մասին գարժե, այսօր գեսօրեն վերջ, նստիլ և լրջապար խորհիլ, և շտկվել Աստծո հետ, և իր առջև գնալ, և հրավիրել Սուրբ Օքին, որ կա քննե մեր սիրտերը, քննե մեր հոգևոր վիճակները, խոսի մեզի, ցուցունե մեզի այն բաները, որոնք Սուրբ Օքին կդրդմեցնեն, և այն, որ մեզի պիտի ցուցունե մեր վիճակը, նաև մեզի պիտի օգնե, որպեսզի այդ վիճակներեն դուրս գանք։ Մի եսեք, մենք այդպես գնենք, ավելիին գիրտնաբադիկին դեր գա, Աստված տալու հոժար է, մենք ալ ուզելու հոժարինք և առնելու
ստանալու հավատքը ունենանք։ Ամեն։ Որ մեզի սորվեցնես և մեզի օգնես, մեր լավակույնը քեզի տալու, որովհետև ինչ որ քեզի գուտանք, բազմապատկված մեզի պիտի վերադառնա, որովհետև ցուն չես ուզեր ոև մեկուն բարդականը լալ։ Օրհնե մեզ այսօրվա ընթացքին քո ներկայությունդ մեզի հետ երթա, խաղաղությամբ արձակե, Տեր Հիսուսի շնորհքը, ողորմությունը և խաղաղությունը սեր ամենուն վրա փառատորեն հանգչի։ Ամեն։